Ողջույն։ Կյանքի պատմության մեջ պարզի եւ բարդի միջև սահմանը հավանաբար անցնում է ոչ այնտեղ, որտեղ մենք կարծում էինք։ Երկար ժամանակ համարվում էր, որ բարդ կենդանիները հայտնվել են գրեթե հանկարծակի մոտ 535 միլիոն տարի առաջ, այսպես կոչված Քեմբրիան պայթյունի ժամանակ։ Հենց այդ ժամանակ են բրածոների տարեգրության մեջ հայտնվում աչքերով, վերջույթներով, սնուցման բարդ համակարգերով օրգանիզմներ։ Այն ամենն, ինչ եղել է դրանից առաջ, շատ ավելի պարզ տեսք ուներ։ Սակայն նոր գտածոն դեպի ավելի խորը անցյալ է տեղաշարժում այս պատկերը։ Օքսֆորդի եւ Յունանի համալսարանի հետազոտողներն ուսումնասիրել են հարավարևմտյան Չինաստանի բրածո էկոհամակարգը Յունան նահանգում հայտնաբերված Ցզիանչուան բիոտան։ Գտածոների տարիքը 554-ից 539 միլիոն տարի է։ Սա ուշ էդիակարյան ժամանակաշրջանն է Քեմբրիան պայթյունին անմիջապես նախորդող փուլը։ Սովորական պարզ հետքերի փոխարեն հետազոտողները հայտնաբերել են անսպասելի բարդ կառուցվածքով օրգանիզմների ավելի քան 700 նմուշ։ Որոշների մոտ երևում են շոշափուկներ, ցողունիկներ, մարսողական ստրուկտուրաների նշաններ, մյուսների մոտ երկկողմանի սիմետրիա, որը ժամանակակից շատ կենդանիների կարևոր հատկանիշն է։ Նման ձևերը նախկինում վստահորեն վերագրվում էին արդեն Քեմբրին։ Ամենահետաքրքիրը դեյտերոստոմների հնարավոր վաղ ներկայացուցիչներն են։ Սա կենդանական աշխարհի խոշորագույն ճյուղերից մեկն է։ Դրան են պատկանում ծովաստղերը, ծովային ոզնիները, որդերը եւ բոլոր ողնաշարավորները ներառյալ մարդը։ Եթե նոր պատկերացումը ճիշտ է, նշանակում է դեպի ողնաշարավորներ տանող գիծն առաջացել է ավելի վաղ, քան կարծում էին։ Սա փոխում է նաեւ անուղղակի հետևությունները։ Եթե ուշ էդիակարիայում արդեն գոյություն ունեին ծովաստղերի եւ որդերի ազգականները, ապա վաղ քորդավորները, կենդանիները, որոնցից առաջացել են ողնաշարավորները, նույնպես կարող էին հայտնվել մոտավորապես նույն ժամանակաշրջանում։ Պարզապես նրանց հետքերը դեռևս չեն հայտնաբերվել կամ չեն ճանաչվել։ Ինչու նման օրգանիզմներ նախկինում չէին հայտնաբերվել։ Ամբողջ խնդիրը պահպանման հազվագյուտ ձևի մեջ է։ Էդիակարյան գտածոների մեծ մասը հարթ հետքեր են ավազակարում, որտեղ գրեթե չկան անատոմիական մանրամասներ, իսկ Ցզիանչուանում օրգանիզմները պահպանվել են բարակացածնային թաղանթների տեսքով։ Կոնսերվացման նման ձևը թույլ է տալիս տեսնել շատ ավելին՝ մարմնի ուրվագծերը, ներքին ստրուկտուրաները, սնուցման եւ շարժման հետ կապված տարրերը։ Հետազոտողների խոսքով նմուշներից մեկը հիշեցնում է երկար հատվածավորված որդի, այնքան անսովոր, որ այն համեմատել են գիտաֆանտաստիկ արարածների հետ, բայց ավելի կարևոր է մեկ այլ բան։ Այս ձևերը ցույց են տալիս, որ կենդանական աշխարհի բարդացումը սկսվել է աստիճանաբար, այլ ոչ թե հանկարծակի։ Ստացվում է, որ Քեմբրիան պայթյունը կարող է լինել ոչ թե բարդ կյանքի հայտ գալու պահը, այլ պահը, երբ այն մասսայաբար նկատելի է դարձել բրածոների տարեգրության մեջ։ Իսկ բուն էվոլյուցիոն էքսպերիմենտները սկսվել են ավելի վաղ էդիակարյան ծովերում, որտեղ արդեն գոյություն ունեին առաջին բարդ էկոհամակարգերը։ Այլ կերպ ասած, բարդ կենդանիների ներառյալ մարդու հեռավոր նախնիների պատմությունը սկսվում է ժամանակի մի փոքր ավելի խորքից, քան կարծում էինք։ Ու պրիմիտիվի եւ բարդի միջև սահմանն իրականում ոչ թե կտրուկ գիծ է, այլ աստիճանական անցում։ Չինաստանում ձիու եւ ավանակի հնագույն հիբրիդների մասին պատմությունը կարծես թե վաղաժամ էր։ Կրկնակի վերլուծությունը ցույց է տվել, կենդանիները, որոնց ընդունել էին որպես ջորիներ, իրականում սովորական ավանակներ էին։ Խոսքը Գանսու նահանգի Մացզունշան հուշարձանից հայտնաբերված գտածոների մասին է։ Սա նեֆրիտի հնագույն հանքավայր է, որտեղ հնագետները հայտնաբերել են միասմբակավոր կենդանիների ոսկորներ։ Ենթադրվում էր, որ դրանք օգտագործվել են նեֆրիտի ծանր բլոկերի արդյունահանման ու տեղափոխման համար։ Նյութի, որը հատուկ դեր է խաղացել հին Չինաստանի մշակույթներում։ Ռադիոածխածնային վերլուծությունը գտածոները թվագրել էր մոտավորապես մեր թվարկությունից առաջ 400-ից 160 թվականներով։ Սկզբնական հետազոտության արդյունքները սենսացիոն էին։ Նմուշների մեջ իբր հայտնաբերվել էին արուձիու եւ էգ-հավանակի հիբրիդներ, այսպես կոչված ջորիներ։ Սա կարևոր վկայություն կլիներ Արևելյան Ասիայում հիբրիդային կենդանիների վաղ օգտագործման մասին։ Սովորաբար նման հիբրիդները գնահատվում էին իրենց դիմացկունության եւ ուժի համար, ուստի նրանց ի հայտ գալը կապվում է բարդ տնտեսական գործունեության զարգացման հետ։ Բայց Թուլուզի համալսարանի գենետիկների խումբը որոշել է վերստուգել տվյալները։ Գիտնականները վերցրել են բաց հասանելիությամբ տեղադրված ԴՆԹ սեկվենավորման ելակետային ֆայլերն ու նորից հավաքել գենոմի հատվածները։ Նման կրկնակի վերլուծությունը հատկապես կարևոր է հնագույն ԴՆԹ-ի համար, որը սովորաբար խիստ վնասված է ու հեշտությամբ հանգեցնում է մեկնաբանության սխալների։ Արդյունքն անսպասելի էր։ Գենոմների վիճակագրական համեմատության մեթոդները, ներառյալ գլխավոր բաղադրիչների վերլուծությունը ցույց են տվել, որ բոլոր 4 հիբրիդային առանձնյակները գենետիկորեն համընկնում են ավանակների հետ։ Ձիերի հետ խառնուրդի ոչ մի նշան չի հայտնաբերվել։ Բացի այդ, հետազոտողները ճշտել են կենդանիների սեռը։ Երկու նմուշ, որոնց սեռը նախկինում անորոշ էր, արուներ են։ Արդյունքում ամբողջ ընտրանքը ներառում էր 8 արու եւ 2 էգ, ինչը նույնպես շատ ավելի համապատասխանում է աշխատող ավանակների խմբին, այլ ոչ թե հատուկ բուծված հիբրիդների։ Սա չի նշանակում, որ հին
Չինաստանում հիբրիդներ ընդհանրապես չեն օգտագործվել, բայց տվյալ պահին ավելի քան 2000 տարի առաջ ժամանակաշրջանի համար համոզիչ գենետիկական ապացույցներ չկան։ Հնարավոր է նման կենդանիներ գոյություն ունեցել են, բայց դրանք դեռ չեն հայտնաբերվել կամ հայտնաբերված ոսկորները դեռ սպասում են ավելի ճշգրիտ վերլուծության։ Այս պատմությունը ցույց է տալիս, թե ինչպես է աշխատում ժամանակակից արխեոգենետիկան։ Նույնիսկ աղմկոտ հայտարարություններից հետո տվյալները կարելի է վերստուգել, վերահավաքել եւ այլ արդյունք ստանալ։ Այս իմաստով գիտությունը գործում է որպես բազմաստիճան ստուգում։ Յուրաքանչյուր նոր մեկնաբանություն մնում է վարկած, քանի դեռ այն չի հաստատվել անկախ հետազոտություններով։ Պատկերացրեք, որ կյանքը տիեզերքում տարածվում է ոչ թե պատահականորեն, այլ որպես ուղերձ։ Ինչ որ մեկն այն միտումնավոր գործարկում է տիեզերք ուղարկելով ապագա էկոհամակարգերի սերմերը։ Հենց այս գաղափարն են անվանում ուղղորդված պանսպերմիա։ Սովորական պանսպերմիայի դեպքում կյանքը ճամփորդում է пассив կերպով։ Օրինակ, բակտերիաները կարող են վերապրել երկնաքարի հարվածն ու հայտնվել այլ մոլորակում։ Ուղղորդված տարբերակը ավելացնում է բանականության տարը։ Քաղաքակրթությունը հատուկ փաթեթավորում է միկրոօրգանիզմները, ԴՆԹ-ն կամ նույնիսկ պատրաստի էկոհամակարգերն ու ուղարկում դրանք հարմար աշխարհ։ Այս վարկածը հնչում է որպես ֆանտաստիկա, բայց այն լրջորեն քննարկել են գիտնականները։ 1973 թվականին գաղափարն առաջ քաշեցին Նոբելյան մրցանակակիր Ֆրենսիս Քրիքը եւ քիմիկոս Լեսլի Օրգելը։ Նրանք մտածում էին այսպես. եթե կյանքը մեկ անգամ ծագել է, վանական քաղաքակրթությունը կարող է փորձել ցանել այն ամբողջ գալակտիկայում։ Դա ավելի արդյունավետ է, քան նորից ու նորից սпасել կյանքի պատահական ի հայտ գալուն։ Ինչպես կարող է դա դրսևորվել գործնականում։ Բակտերիաներով միկրոսկոպիկ պարկուճներն ուղարկվում են դեպի երիտասարդ մոլորակներ, որոշներն այրվում են մթնոլորտում, որոշներն ընկնում են օվկիանոսներ։ Եթե պայմանները հարմար են, միկրոօրգանիզմները գոյատևում են ու սկսում դանդաղ էվոլյուցիան։ Միլիարդավոր տարիներ անց ի հայտ է գալիս բարդ կյանք, ել ավելի ուշ բանականություն, ու նա արդեն չգիտի, որ իր ծագումը սկսվել է արհեստական ցանկից։ Հետաքրքիր է, որ ուղղորդված պանսպերմիան չի պահանջում գերզարգացած տեխնոլոգիաներ, նույնիսկ ժամանակակից մարդկությունն արդեն քննարկում է նմանատիպ գաղափարներ։ Օրինակ, դիմացկուն միկրոօրգանիզմների առաքում Մարս կամ հսկամոլորակների սառցե արբանյակներ։ Տեսականորեն բավական են ավտոմատ զոնդեր, որոնք ունակ են թռչել հազարավոր կամ միլիոնավոր տարիներ։ Կան ել ավելի արմատական տարբերակներ, բակտերիաների փոխարեն կարելի է ուղարկել ԴՆԹ գրադարաններ կամ նույնիսկ նանոստրուկտուրաներ, որոնք բջիջներ են հավաքում տեղի նյութերից։ Այդ դեպքում կյանքը բառացի ծլում է ինֆորմացիայից։ Այս վարկածը փոխում է հայացքը կյանքի ծագման նկատմամբ։ Եթե այն ճիշտ է, ապա կյանքը ոչ թե հազվագյուտ պատահականություն է, այլ տարածվող երևույթ։ Քաղաքակրթությունները դառնում են ոչ թե պարզապես տիեզերքի դիտորդներ, այլ նրա այգեպանները, ու առաջանում է անսպասելի մի միտք. եթե ուղղորդված պանսպերմիան հնարավոր է, մենք ինքներս կարող ենք լինել նման փորձի արդյունք։ Այսինքն, ինչ որտեղ շատ հեռվում կարող է գոյություն ունենալ մի քաղաքակրթություն, որը ժամանակին փոքրիկ ուղերձ է ուղարկել տիեզերք ու միլիարդավոր տարիներ անց այն դարձել է երկրի կենսոլորտը։ Իսկ այսօրվա համար այսքանը, կհանդիպենք։